Շորտ մենք երբ պիտի խոսենք այն մասին, որ այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում քարոզարշավ անվանելը, դա ճոխություն է։ Մեկ ինչ որ սատկացնում եւ թաղում է բոլորին, մյուսը չգիտես ինչի իրեն եւ բոլորին մանկամիտի տեղադրել, բայց YouTube-ի գովազդները տեսել եք։ Հատուկ ինձ թվում է умственные отсталый ինչ որ հասարակության համար, դա վիրավորական է դա, սեփական հասարակության եւ այն պոտենցիալ ընտրողների, որոնց դու ուզում ես հասնել այդ մարդկանց նկատմամբ, դա վիրավորական է։ Այդպիսի պրիմիտիվ մակարդակով մեղադրել քո մրցակցին ընտրություններում եւ հույս ունենալ, որ այդ պրիմիտիվ մակարդակի բանին քարոզչությանը կտրվի այդ ժողովուրդը կգնա կընտրի քեզ, ասենք ընդ որում դա տեղի է ունենում բոլոր կողմերից, նո հիմնական խաղացողների մասին է խոսքը, էլի։ Ասենք կներեք, բայց ավելի լավ էր այդքան YouTube-ի գովազդի գումարի գնայեք ինչ որ մեկի համար տուն կառուցեիք, գոնե ավելի լավ բան արած կլինեիք, քան այդ վիրավորանքը։ YouTube-ում որ մի հատ ցենց գերեզմանային ձայն է ու մեկը մեկին մեղադրում է 300,000-ի վրա ինչ որ գժվել են բոլոր կողմերը։ Մեկը մեղադրում է 300,000 ադրբեջանցի բերելու մեջ ապագայում, մեկը 300,000 հայ բան տանելու Դոնբաս, ասենք նորմալ եք դուք ժողովուրդ։ Ես ասում եմ տպավորություն է, որ ծաղրում են սեփական պոտենցիալ ընտրողներին բոլոր կողմերը։ Ու այստեղ դնենք մի կողմ, որ ես լրագրող եմ, վերջին 10 տարում զբաղվել եմ լրագրությամբ, այսպես կոչված քաղաքական լրագրությամբ, որը իհարկե դա պայմանական բաժանումներ են եւ այլն, բայց նկատի ունեմ այդ բոլոր քաղաքական խաղացողներին գիտեմ, լուսաբանել եմ եւ այլն, էլի։ Ես սա ասում եմ պարզապես որպես քաղաքացի, որի համար ուղղակի զզվելի է այս ամենին հետևելը։ Իսկ մենք, որպես պատասխանատու քաղաքացի, պիտի իրականում այս ամենին հետևենք, որովհետև այդ քարոզարշավի ընթացքում է նաև պարզ դառնում, թե ով ուր է գնում, ինչ է խոստանում, ինչ է անելու։ Մի խոսքով, այս երկրի առաջիկա տարիների ճակատագիրը ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական։ Դրա համար ուղղակի ասել դե լավ, դե պետք չի ով հետաքրքրվել չէ, դա էլ նորմալ չի։ Ես հասկանում եմ, որ լիքը մարդկանց էմոցիոնալ վիճակը նույնիսկ չի հերիքում այս ամեն ինչը տեսնելու, հետևելու, անգամ այդ ձայները լսելուն ուղղակի մարդիկ զզվանք են ապրում։ Ես դա էլ եմ հասկանում, որտեղ մենք էմոցիոնալ իմաստով ենք շատ քամված այս ամեն ինչից ու ուզում ենք ուղղակի գլուխներս առնենք, մենք մեր անձնական կյանքով ապրենք ախպեր։ Այս լավ կլինի, չի լինի, մեր փոքրիկ խնդիրները, ես այդ էլ եմ հասկանում, բայց մյուս կողմից մենք նաև պարտավոր ենք քաղաքականապես կիրթ ու պատասխանատու վարք դրսևորել։ Իսկ այդ վարքի մինիմալ արտահայտման ձևը գոնե ընտրությունների գնալն է։ Եթե իմ կարծիքն եք ուզում, գնալ եւ ընտրել վատի եւ վատագույնի միջև, ընդ որում հարց է դեռ, որ մեկնավորը։ Բայց ամեն դեպքում պիտի գնալ ընտրության։